Ես ունեմ մի պացիենտ, ում էլայներների քանակը 77 է։ Բարև ձեզ։ Այսօր դոկտոր Նարայի հետ պատասխանելու ենք ձեր կողմից ամենաշատ հնչեցված հարցերին։ Դոկտոր ջան, արդյոք ճիշտ է այն կարծիքը, որ էլայներներով բուժումը ընթանում է ավելի արագ, քան բրեկետային բուժումը, եւ միաժամանակ ավելի անցավ ու հարմարավետ է անցնում։ Հիմնականում էլայներներով բուժումը ավելի արագ է ընթանում, քան բրեկետներով, բայց լինում է նաև հակառակը։ Ես ունեմ մի պացիենտ, ում էլայներների քանակը 77 է, այսինքն նա գրելու է էլայներներ 770 օր, բայց բրեկետներով նրա բուժումը կտևեր 1.5 տարի եւ ոչ ավել, կախված թե ինչ ատամի տեղաշարժ ենք անում, ինչպիսի հեռավորության մասին է խոսքը եւ օգտագործում ենք արդյոք մինի իմպլանտներ, թե ոչ։ Պացիենտը, քանի որ Հայաստանում չի ապրում, դրա համար որոշվեց լայներներ եւ այդ քանակով։ Ինչ ժամկետներում են պատրաստվում եւ Հայաստան հասնում էլայներները։ Դա հաճախ տևող հարցն է լայներների դեպքում, քանի որ բուժման ամբողջ ընթացքում պացիենտը կարող է ընդհանրապես չայցելել, կարող է լայներները վերցնել եւ օրինակ ուրիշ երկիր գնալ եւ այլն, բայց սկանավորումից եւ պլանավորումից հետո 5-ից 30 օր հետո միայն էլայներները հասնում են։ Այսինքն այդ 1 ամիսը պետք է հաշվի առնել եւ մնացածը թե էլայներներով բուժումը ճկուն է։